Խաղաղություն Աստծո ժողովրդին։ Փառք Տիրոջը, որ այսօր կդվում եմ Աստծո ժողովրդի մեջ, Աստծո սուրբերի հետ։ Շատ ուրախ եմ։ Ես առանց Աստծո ժողովրդի հետ կյանք չունեմ։ Ես ընդհանրապես, ինչպես ձուկը, երբ որ ջրից հանում ես, մի քիչ առ ժամանակ էլ չի տավագում։ Այնպես էլ ես առանց Աստծո ժողովրդի, առանց Հիսուսին կյանք չունեմ։ Նա բոլորիս կյանքը, ուրախությունը, ցնծությունը, հարստությունը, ամեն բան Քրիստոսի մեջն է, եղբայրս եւ քուրս։ Ուրիշ դեղեր կյանք մի փնտրեք, միայն Հիսուս Քրիստոսի մեջ է։ Ես հավատում եմ, ոմանք որ այսօր ծարավ եկել են ստեղ, անպայման այդ կենդանի ջրից պիտի խմեն եւ այդ ջուրը իրան կյանքի մեջ, անապատի մեջ կսկսի աճել իրան կյանքի մեջ։ Փառքը Տիրոջը լինի, որ այսօր յուրաքանչյուրիս բերել այստեղ, որպեսզի մեզ հետ խոսի Աստված։ Օրհնյալ լինի իր անունը։ Դիկրան եղբայրը լավ խոսք ասեց։ Դավիթը ասում էր, երբ որ ես Տիրոջ տուն եմ գնում, ուրախանում եմ, ցնծում եմ։ Այո, Տիրոջ հետ հանդիպումը Տիրոջ խոսքերի մեջ սկսում ապրել։ Դավիթը լավ հասկացել էր, որ առանց Հիսուսին կյանք չկա, առանց Աստծուն կյանք չկա, լավ հասկացել էր։ Այսօր ես ու դու, մենք ժամանակին եղել ենք խավարմուտ աշխարհի մեջ, դարբեր մեր մտածողների, մեր արարքներով մենք ման ենք գալիս աշխարհի մեջ, բայց Աստված իր արադ ողորմության մեզ բերեց իր լույսի մեջը։ Դրա համար այսօր Աստված սկսում է քու կյանքի մեջ աշխատանք տանի, որը առանց Հիսուսին դու կյանք չունես։ Ես շատ անգամ այդ հարցերը ինձ տվել եմ։ Ես առանց Հիսուսին կյանք չունեմ, եղբայրս քուրս։ Գեժամ ես չեմ կարա առանց Հիսուսին մնամ։ Գեժամ մնամ իմ կյանքս խորտակվում է, սուկանում իմ մարմինս, բայց երբ որ Քրիստոսի հետ եմ, իմ մեջ կա խաղաղություն, ուրախություն, բոլոր մարդկանց հանդեպ, թող փառավորվի իր կենդանի անունը, որ այսօր յուրաքանչյուրիս համար նա խաչվեց, արուն թափեց, որպեսզի ես ու դու այլևս ետ չնայեմ, այլ նայեմ Հիսուսին, նայեմ իրան։ Փառք Տիրոջը լինի, ինչպես Սաղմոսում էլ 27 Սաղմոս 4-րդ խոսքերի մեջ Դավիթը նորից այնտեղ խոսք է նշում եւ ասում. Ես բան մը պիտի խնդրեմ Տիրոջից եւ շատ պիտի փափագեմ, որ Տիրոջ տան մեջը բնակվեմ։ Ինքը լավ հասկացել էր, որ առանց Քրիստոսի տան մեջ կյանք չկա, եղբայրս եւ քուրս։ 84 Սաղմոս 4-րդ եւ 5-րդ խոսքերից Երանին նրանց, որ քու տանդ մեջն են ապրում։ 5-րդ խոսք, Երանի այն մարդկանց, որ իրանց զորությունը քեզանից է դեր։ Այսօր իմ զորությունը ումից եմ ես վայլում եւ քաղաքությունը գալիս իմ կյանքից եւ քու կյանքից մեջը։ Փառք Տիրոջը լինի։ Ես այսօր Աստված ինչ որ ինձ տվել է, ուզում եմ Աստծո ժողովրդին տալ։ Թափել այն վերես Աստված։ Ես ուզում եմ ժողովրդից դամ չպահեմ այդ խոսքերը, կենդանի խոսքերը։ Եվ դի ապրեմ, որպեսզի ես ժողովրդին ապրեցնել տամ։ Փառքը իրան լինի։ Երկրորդ օրինաց 10-րդ գլուխ 12-րդ խոսքերից եմ կարդում. Ուրեմն, ով Իսրայել, քու դեր Աստվածը քեզ մե ինչ է պահանջում, ինչ կպահանջե, միայն քու դեր Աստուծո մեծ վախնալ, իր ջամփաներու մեջ քալել եւ զինք սիրել, նաեւ քու բոլոր սրտովդ ու բոլոր հոգովդ ու քու դեր Աստուն պաշտել եւ Տիրոջ պատվիրանքները կատարել, բահել, որոնք ես այսօր քեզի կհայտնեմ, որպեսզի քեզի աղեք ըլլա, որպեսզի քեզի լավ եղնի։ Այդ բոլոր խոսքերը
կյանքիդ մեջ պահել եւ սովորես քո ամբողջ մտքովդ, քո ամբողջ հոգովդ եւ ամբողջ անձովդ։ Այսօր ես ամբողջ օրյա ընթացքում ում հետ եմ վարվում ես ամբողջ ընթացքում օրվա։ Գուցե միշտս մեկը կախախտի։ Ես իմ անձը այսօր պիտի տնեմ Աստծո ոտքերի տակ։ Հերիք եղավ, բոլ եղավ, շատ ներողություն, բոլորի իմ անձը սկսի իրան մի բան ներկայացնել։ Ամբողջ հոգովդ։ Ես այսօր ամբողջ մտքով, ամբողջ հոգով Տիրոջը պաշտում եմ, թե չէ։ Մտածեմ։ Եթե այսօր մեկը գալիս է հերվիտ եւ իմ միտքս խանգարում եւ գալիս է ահա տեսնում ես որ դու ինքդ սկսար արդեն մարմնի կողմանեն քալեցիր եւ Աստված այսօր ուզում է մեզ ինձ եւ քեզ արտնցնի որովհետեւ ես այսուհետեւ սկսեմ Աստծո հոգով ապրել Եսայա մարգարության 49-րդ գլուխը 3-րդ խոսք մի համարը գրած եւ ինձ ասավ Աստված ինձ ասում, քեզ, ինչ ասում, եւ ինձ ասավ, դու իմ ծառա ես, այսօր Աստված ինձ եւ քեզ ասում, դու այսօր իմ ծառան ես, ով Իսրայել, քեզ մով պիտի փառավորվեմ, ամեն, ժողովուրդ ջան, այսօր Աստված ինձանով եւ քեզանով փառավորվում է, մեծ նայեմ, քննեմ ինձ, Ես ամբողջ հոգով մտքով Աստծուն քայլում եմ իր խոսքերի մեջ, Աստված ինձանով փառավորվում է։ Նայեմ, ով Իսրայել, ես քեզանով պիտի փառավորվեմ։ Այսօր ես պիտի սկսեմ ինձ քննել, ինձ զննել, Աստված ինձ հետ խոսում է։ Ժոզեֆ, ես քեզանով պիտի փառավորվեմ։ Ես մարմնավոր եմ, դե հոգևոր եմ ես։ Մի հատ նայեմ, երբ որ ես հոգով ապրում եմ, մտքով ապրում եմ Քրիստոսի հետ, ինքս սկսում է փառավորվել իմ կյանքի մեջ։ Տեսնում ես դենթանի աղբորի ջրերը գալիս են քո կյանքիդ մեջ։ Եվ բժշկություն է ստանում հոգևոր կյանքի մեջ։ Փառքը նրան է լինի։ Հռոմեացիս 8-րդ գլուխ շատ անգամ եղբայրները այս թեմաների շուրջ քարոզել են։ Խոսքը եղել է, խոսացվել այս խոսքերի վրայով, Հռոմեացիների 5-րդ, 8-րդ գլուխ, 5-ից 10, 14-րդ խոսքերից եմ գարտում, քանզի մարմնավոր եղողները մարմնի բաները կմտածեն, ու հոգևոր եղողները հոգի բաները, վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք ու խաղություն։ Այսօր մտածեմ ամբողջ օրվա ընթացքը։ Հոգևոր կյանք եմ ապրում, թե մարմնավոր կյանք։ Մարմնավոր կյանքը մահ է։ Մենք առաջ մարմնի մեջ ենք եղել, ապրել եմ ինձ համար, իմ հաճույքների համար, ոնց ուզեցել եմ ապրել եմ, մահվան մեջ էի, բայց այսօր Քրիստոսը ինձ եւ քեզ մահվանից տեպերը հավիտենական կյանքի մեջ Այսուհետև սկսեմ ապրել Աստծո հոգով, ինչպես որ երկրորդ օրինակի մեջ կա, ամբողջ մտքովդ, ամբողջ անձովդ եւ հոգովդ Տիրոջը պաշտես։ Եվ մարմնի ցանկությունների մասին ինքը խոսում է։ 7-րդ խոսքերից, քանզի մարմնավոր խորհուրդը Աստծո դեմ ճշնամություն է, վասնզի Աստծո օրենքին չի հնազանդիր, մանավանդ չի էլ կարա ալ, վասի մարմնով եղողները չեն գարնալ Աստծո հաճու ըլլալ։ Այսօր ես մտածեմ, ես մարմնավոր մտածում եմ, թե չէ, մարմնավոր շատ բաների մեջ, գուցե այսօր ամբողջ օրի ընթացքում մի ժամ ես Աստծո մասին հոգով սկսեմ մտածել, մնացած ժամերը իմ հոգսերի համար, իմ մարմնի խորհուրդների համար սկսեմ մտածելը։ Դա հաճելի չի Աստծուն, դա հաճելի չի լավ։ Այսօր
մենք պիտի սկսենք ապրել Քրիստոսի հետ։ Մարմնավոր եղողները Աստծուն հաճելի չեն։ Եվ այսօր Աստված ինձ եւ քեզ սովորացնում, որպեսզի ես իմ կյանքս այն առաջվա տնեմ միանի վրա եւ Աստված ինձ այնտեղից բերել այստեղ, որպեսզի ես էլ չնայեմ իդ մարմնավոր խորհուրդների վրա չմտածեմ, ապա մտածեմ հոգու խորհուրդների մասին, որովհետև որտեղ որ Քրիստոս այնտեղ է, ինձ էլ ուզում է տանի իր մոտը։ Փառքը իրան լինի։ 10-րդ խոսքերից։ Եվ եթե Քրիստոս ձեր մեջն է, այլ մարմինը մեռած է, մեղքի համար ու հոգին կենդանի արդարության համար։ Այսօր Աստված հոգին ուղարկել է մեր մեջ, որովհետեւ մենք ապրենք Քրիստոսի համար, այլ մարմինը մեռած համարենք։ Մեռած համարենք եղբայրս եւ քուրս։ Առաջ ես ինձ եմ ասում։ Եվ ով լսելու ագան ջունի թոլսի։ Մեր ճանապարհը երկինքն է։ Մեր ճանապարհը երկինքը է, մենք ես ու դու պիտի լսվենք Աստծո հոգով, որովհետեւ մենք կարողանանք ամեն դժվարությունները անցկացնենք։ Շատ դժվարություններ է գալիս այսօր։ Շատ ահավոր դժվարությունները պետք է կան եւ գալիս է։ Շատ երկրները դեռ մեկ որ զենքերով իրանց ամրացնում են, մեկը մեկի թեմատ, մեկին վախեցնում են։ Այսօր ես ու դու մենք մեզ ինչով ուժեղացնենք։ Հոգով։ Հոգով, որից ես կարողանամ թշնամու դեմ կանգնել։ Աստծո հոգով։ Փառքը Տիրոջը լինի։ 14-րդ խոսքերից ինչ ասում։ Վասնզի անոնք, որ Աստծո հոգով է գարաչորդվեն, անոնք Աստծո որդիներն են։ Ամեն։ Ոմանք, որ Աստծո հոգով առաջնորդվում են, նրանք Աստծո որդիներն են։ Ես շուտ պիտի ընթերցեմ կարդամ։ Երկրորդ Կորինթացիների 5-րդ գլուխ 6-րդ խոսքերից եմ կարդում։ Ուստի ամեն ադեն վստահություն ունենանք, քանզի գիտենք, թե որչափ մարմնի մեջ ենք, Տիրոջմեն հեռու ենք։ Ժամանակը ծախու առնեմ։ Ես քանի որ մարմնի մեջ եմ, Տիրոջից հեռու եմ։ Քանի որ ես մարմնի բաներ եմ մտածում, Տիրոջմեն հեռու եմ։ Եվ այսօր Աստված ինձ եւ քեզ հասկացնել է տալի, որովհետեւ ես ու դու սկսենք ապրել Քրիստոսի հետ, հոգու հետ։ Փառքը Տիրոջը լինի։ Գալիս ենք Գաղատացիների 5-րդ գլուխը 16-րդ խոսքերից։ Շուշուտ եմ ընթերցում։ Միայն թե այս գսեմ հոգով կացեք ու մարմնի ցանկությունը պետք է չկատարեք։ Վասնզի մարմինը կցանկանա, հոգին հագարակ, հոգին մարմինին հագարակ ու ասոնք իրարու հագարակ են, որ չլա թե ինչ որ ուզեք, այն ընեք։ Բայց եթե հոգով առաջնորդվեք, այլ օրենքի տակ չեք լինի։ Այսօր հագարակություն կա, պատերազմ կա, մարմնի եւ հոգու դեմ։ Հոգին ասում է՝ մի արա, մի խոսիր, մի այսպես արա, եւ մարմինը հագարակ է հոգուն։ Բայց եթե մենք հոգով առաջնորդվենք, այլ օրենքի տակ չենք, որովհետեւ մարմինը օրենքի տակ է եղել։ Հիմա Աստված մեզ ազատագրել է, օրենքի թանել է, բերել այստեղ շնորհքի տակ, որովհետեւ շնորհքի այն բոլոր խոսքերը իմ կյանքից մեջ տնեմ եւ Աստծո հոգով սկսեմ առաջնորդեմ իմ եղբայրս եւ քուրս։ Երեմիա մարգարե 7-րդ գլուխ 7-րդ գլուխ 23-րդ խոսքերից եմ կարդում։ Բայց անոնց հետևյալը հրամայեցի ուսի, իմ ձայնից մտի գրեք, ես ձեզի Աստված ըլլամ, ու դուն ինձի ժողովուրդ պիտի եղեք, ձեզի հրամայացած ջամփաներու մեջ քարեցեք,
որպեսզի ձեզի աղեք ըլլա։ Ես ձեզ ասել եմ, իմ ձայնին լսեք, իմ խոսքերը թող լինի ձեզ մոտ, որպեսզի դուք իմ ժողովուրդը եղնեք, որպեսզի ձեր ճամփաների մեջ լավ եղնի ձեզ համար, լավ եղնի, բայց եթե ես այսօր Աստծո խոսքին միտիկ չեմ անում, ես իմ հաճույքների եւ իմ մարմնի ցանկություններով եմ քայլում, ինձ համար լավ չի եղնի, հոգևոր կյանքը իմ մեջ եւ քու մեջ աճ չի ունենա, որովհետեւ մենք իրապես սկսենք աճել Աստծո հետ։ Այսօր մենք զգանք, շատ անգամ եղել է, ես ասել եմ, Հոլանդիայում եմ ասել, այսօր 25 տարվա հավատքի մեջ, 20 տարվա հավատքի մեջ, եղբայրս քուրս, դու քու կյանքիդ մեջ զգացել ես, աճ ունես թե չէ, դու նույն վիճակ ես մնացել։ Աստված ուզում է, որ մենք աճ ունենանք հոգևոր կյանքի մեջ, նույն դիրքը չմնանք, նույն դիրքի մեջ, ինչ որ 20 տարվա հավատքի մեջ եմ եղել, Աստված ուզում է աճ ունենանք, որպեսզի մենք սատանայի հնարքները իմանանք, թե ինքը ինչ է ուզում ինձանից եւ քեզանից, եղբայրից եւ քուրս։ Ես շարունակում եմ 24-րդ խոսքը, բայց անոնք մտիկ չրին ու ագանջը չկախեցին, հապա իրենց չար սրտի գամագրությունով իրենց խորհուրդների հետևեցան ու ետ կացին եւ ոչ թե առաջ։ Իրանք իմ խոսքերս մտիկ չարին, ինչի իրանք գնացին իրանք մտքի խորհուրդների մեջ, իրանք սրտի խորհուրդներով գնացին, փոխանակ առաջ գնային, բայց ետ գնացին։ Այս բոլոր խոսքերը Աստված այսօր խոսում է մեզ հետ, իր ժողովրդի հետ է խոսում, եղբայրս քուրս։ Չի թողնում իր ժողովուրդը, որովհետեւ ինքը կանգնած մնա, ետ գնա, ինքը ուզում է առաջ գնա, բայց երբ առաջ կգնա, երբ որ մենք հոգու հետ հաղորդակցություն ունենք, երբ որ Եսու այդ հոգին, որ իր տան մեջն է եւ իր հետ հաղորդակցություն ունենք, այն ժամանակ ես եւ դու առաջ գտիմենք, բայց եթե ես հոգուց չեմ առնում, չեմ սնվում, գնալով ես ետ գտնամ։ Այսօր Աստված ուզում է, որ մենք իրապես Աստծո հոգով լեցվենք եւ Աստծո առաջնորդությունով առաջնորդենք։ Ես այդ գարտիկը չունեմ ընդհանրապես, երբ որ մեկը Աստծո հետ իր տան մեջն է ապրում, ինքը անպայման առաջ կգնա։ Անպայման հոգին կայցելի եւ իր կյանքը գփոխի, ինքը գտեսնի, որ ամիս ինքը գսկսի իր այդ բդողներ տա եւ աճ կունենա իր կյանքի մեջ։ Երբ որ հոգու հետ հաղորդակցություն ունենք, երբ որ մենք հոգու հետ սկսում ենք ընդունել այդ խոսքերը, աճ կունենանք կյանքի մեջ, որովհետեւ մենք այս խավար ծառած ազգի մեջ լույս տվողներ լինենք, որովհետեւ մենք առաջ գնանք եւ Աստված փառավորվի մեր մեջ։ Այսօր ես զգուշացնում եմ, ով իմ ծառած, ես քու մեջը պիտի փառավորվեմ։ Եվ դի իմանամ, ես պիտի ինձ քննեմ, Աստված իմ ամեն քայլափոխին, իմ խոսակցության մեջ, իմ քայլափոխին Աստված փառավորում է, ուրախանում է ինձանով։ Աստված ուզում է իր ժողովրդի մեջ փառավորվի եւ ուրախանա եւ ցնցա։ Փառքը իրան լինի։ Շնորհակալ ենք Տիրոջից, աղոթքի կանգնենք, աղոթ կանենք, որովհետեւ ինչ որ բակաս